Պետական ժողովում նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում, հեծը պետականացնելու նախագիծ։ Պարոն վարչապետը երեկ հայտարարեց, որ նախագիծ է շրջանառվում, ինչ նախագիծ է շրջանառվում։ Ազգային ժողովում հեծը պետականացնելու մասին։ Ճիշտ է, հիշում եք բերումը, ես ծանոթ չեմ նման նախագծի, ճիշտ ասած։ Միգուցե կառավարությունում է շրջանառվում։ Միգուցե հա, չգիտեմ, բայց հեծս դժգոհություններ ինչ որ սարքել է, վնասվել օրինակ պետականությունից։ Ես անձամբ մեր տանը սա չի վնասվել, բայց մենք մեկ մարդու մասին չենք խոսում, մենք խոսում ենք հազարավոր մարդկանց մասին։ Ասենք դուք եք դա միշտ գրում, դուք ունեք դժգոհություն։ Ես ինչքան հիշում եմ, այստեղ ներկաներին հիմա որ նայում եմ, ձեզանից յուրաքանչյուրը կարծեմ 1-2 ստատուս այդ մասին գրել է։ Որ տարան լույսերը անջատեցին լույսերը, այս ինչ վիճակ է հեծում եւ ուր է նայում պետությունը եւ այլ։ Հիմա պետությունը նայում է։ Նայում է, ասում եք դե ինչ ես նայում։ Այդ անհանգստությունները Սամվել Կարապետյանին արդյոք ասել եք, եթե դժգոհություններ կար, ներդրումներ չի արվել, արդյոք այս հարցը իր հետ քննարկվել է։ Իհարկե քննարկվել է, դուք հիշում եք, որ ինքը դուք հիշում եք, որ հեղափոխությունից հետո իր հետ հաստատվել են շատ նորմալ բարիդերացիական հարաբերություններ, հաշվի առնելով, որ մեր հայրենակիցն է որոշակի հաջողությունների հասած, Հայաստանի համար որոշակի փուլում Փաշինյանը կողմում էր, ասում էր մեծ ներդրումներ է արել։ Կարծում եք Սամվել Կարապետյանը Հայաստանի համար քիչ բան է արել։ Չէ, որոշակին քիչը չի, որոշ քանակի։ Դրա հակառակը անորոշ է։ Ավելի շատ բան է արել, քան ամբողջ խմբակցությունը ձեր միասին վերցրած։ Գնահատականն է, ձեր կարծիքն է, հիմա դե դուք հիմա ուզում եք ինձ հետ բանավիճել, թե իմ կարծիքն է։ Իսկ Շարունակեք։ Որոշակի հակառակը անորոշն է, Փայլակ ջան։ Ոչ թե շատն ու քիչն է, որոշակի շատ մի։ Բայց Փաշինյանն էլ էր կողմ, ասում է շատ մեծ ներդրումներ է արել Սամվել Կարապետյանը։ Հա, բայց մենք հիմա հետից ենք խոսում։ Ոչ թե ընդհանրապես ներդրումներից, այլ մենք խոսում ենք շատ կարևոր ենթակառուցվածքից, որը կրկնում եմ, սովորական բիզնես չի, էլի, որ մի օր լավ աշխատի, մի օր վատ։ Այդ ցանցը պիտի աշխատի շատ լավ։ Նշանակ է, որ դառնալու է պետականացվելու է, այստեղ որևէ այլ բան չի, սցենար Ամերիկայում հայտնաբերել, իհարկե վատ օրինակ է, Ինչո՞վ է վատ։ որովհետև արդյունավետ չի աշխատել։ Չարաշահում է եղել։ Դա չեմ կարող ասել։ Ազատության մեջ։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Ինչի՞։ Դուք քպականներ որպես քաղաքական գործիչներ Այդ հարցը անիծի հարցը հիմա այնտեղ եթե խոսում ենք չարաշահում, մի բան է անարդյունավետությունը, մի բան է չարաշահումը։ Նրանք տարբեր բաներ են։ Մեկը անարդյունավետությունը կարող է տեղի ունենալ ոչ չարակամորեն, որոշ դեպքերում անզգուշորեն, իսկ չարաշահումը դիտավորյալ։ Չէ, ասում եթե դե չեք թողում ավարտեմ, ասում իսկ եթե խոսում ենք չարաշահումից, ինչպես բառը ինքը ասում է, դա կարող է ունենալ միայն դիտավորյալ, եւ եթե նման բաներ եղել են, իհարկե դա էլ պետքա հետաքննվի եւ դրան գնահատական պետքա տրվի, ասենք ինչի պիտի ես դա չասեմ կամ թաքցնեմ կամ այնպես է զարմացած նայում, ոնց որ Ինչու իշխանությունը վախեցրեց Սամվել Կարապետյանին 34-րդ տեղը ամեն դեպքում անում է էլ Իրանը 30 բավական 24-ը Այլ ակտուալ չի այդ հումորային Ակտուալ չի, Հումորային ձեր հումորն էլ ակտուալ չի, բան Եղոյան հումոր չի, իրականությունն է Իշխանությունն էլ ակտուալ չի։ Լավ ցողեք հարցը Փայլակը տրամադրված է մենք Պարոն կողմ Եղոյան տրամադրված է դիրքավորված է Պարոն Եղոյան լավ զգացվեց անդիմությանն էլ ցանցուր հարցեր տալիս հա հասանա լավ Պարոն Եղոյան ինչու իշխանությունը վախեցրեց Սամվել Կարապետյանին 1.5 տողանոց հայտարարություն Հարցը տողի քանակի բարերի քանակի մեջ չի է հարցը նրա մեջ է որ պարոն Կարապետյանը արեց շատ հստակ հայտարարություն ես ուզում հիշեցնել այդ հայտարարության բովանդակությունը ինքը ասեց եթե քաղաքական գործիչները չկարողանան կարող եմ բարի ճշտությամբ չասեմ բայց միտքը դա է ես ասեմ դուք ինձ ուղեք եթե քաղաքական գործիչները չկարողանան հարցը լուծել մենք մեր ձևերով կմասնակցենք Դե իրանք ով են իրանք նախ ով են իրանք ում է ինքը ներկայացնում հա Սամվել Կարապետյանը ներկայացնում է հավատավոր ժողովրդին Եվ այո, եկեղեցու պահապաններ Շատ լավ, դե դա թող այդպես ասի միգուցե եթե դա նկատի ունի Շրջան թողեք իմ հարցին պատասխանի ես ռեպորտաժի մեջ սինխրոն միտք դնելու խնդիր տեսնում եք հա մենք մեր ձևով կմասնակցենք հաշվի առնելով թե ինքը ով է այսինքն որտեղ է իր կապիտալը ինչքան է իր կապիտալը հաշվի առնելով թե
ինչ ինքը կարող է նկատի ունենալ, կա ողջամիտ կասկած, որ ինքը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը, չէ՞, որովհետև եթե ինքը խոսում է քաղաքական process-ի մասին, կարող է ասել մենք կմտնենք քաղաքական process-ի մեջ, կդառնանք քաղաքական գործիչ, կմասնակցենք ընտրապայքարին, դա կլինի նորմալ, բայց ինքը ասում է եթե քաղաքական process-ը չստացվի, մենք մեր ձևով կանենք, քաղաքական process-ի մեջ իրաձևավորելն է։ Վառելով աղոթելն է գուցե։ Եթե դա է, կարող է հայտարարի, որ ինքը դա է նկատի ունեցել, եւ ես կարծում եմ մեր իրավապահները ես հասկացել եմ ինչ-որ անօրինական բան, որովհետև ամեն օրինական բանը կարելի է տեղավորել քաղաքական process-ի մեջ, ցույցեր, Այդպես բան եք հասկացել։ ինչպես, Որ կգնդակահարեն իշխանության ներկայացուցիչներին, այդպիսի բան եք հասկացել։ չէ, դա ինչի անգամից գնդակահարել, բայց նույնիսկ եթե դրանից եք խոսում, ասենք դա ինչ է այդքան ասում, ձեզ թվում է ես ինչա, դի վախենամ, հա։ Չէ, որ մի րոպե, Ուզում հասկանամ, էլի։ չէ, որ ասում եք Կամ ձեր դուրը կգա, օրինակ, որ դուք դա ասում եք, հա, բայց հա իհարկե նորմալ է, բայց վախը պիտի լինի ողջամիտ եւ այդ վախի աղբյուրը պիտի լինի հարգանքի արժանի։ Այսինքն Վախենում են ընդհանրապես երևույթներից, որոնց ծագումնաբանությունը հարգանքի արժանի է։ Պարոն Եղոյան, վարչապետը վաղը մեկնելու է Անկարա, այդտեղ հանդիպում է սպասում Թուրքիայի նախագահին, իսկ այսօր Անկարա է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Հնարավոր է այնտեղ եռակողմ հանդիպում տեղի ունենա եւ եթե այո, ինչի մասին, ինչ օրակարգով։ Իմ տեղեկությամբ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է եւ չեմ կարող դա բացառել։ Դե որ ասում եք հնարավոր է, չգիտեմ, ես միշտ դժվարանում եմ ձեր այս հարցերին պատասխանել, որովհետև հիմա որ ասեմ հնարավոր է, ինչ ակնհայտ է, որ կարող է եւ հնարավոր լինի։ Կասեք դերում մի բան գիտեք, բայց չէ, ես տեղեկություն չունեմ։ Նման նախատեսված չի, բայց գիտեք, միջազգային հանդիպումները ոնց են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնի եւ կարծում եմ, որ այցը շատ կարեւոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր, հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց, Իսկ եթե ամեն դեպքում ստացվի եռակողմ հանդիպում, ինչ օրակարգը կլինի հայ-ադրբեջանական։ Դե բնականաբար, եթե լինի եռակողմ, ուրեմն պետք է լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման, Ալիևը այսօր է լինելու, Ժողիկը հարցում է, կարող է պատահի եռակողմ լինի, ես քանի որ չեմ կարող դա բացառել։ Օրակարգը ինչի շուրջ է։ Այս պահի օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում։ Այն օրակարգը, որի շուրջ որ մեր բանագնացներն են բանակցում արդեն քանի տարի է, արդեն այդ օրակարգը բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ։ Հնարավոր է քննարկվի այդ եռակողմ եթե լինի հայ-ադրբեջանական այդ ստորագրման Ոչ թե հնարավոր է, այլ եթե տեղի ունենա եռակողմ հանդիպում, բնականաբար պետք է քննարկվի այդ եռակողմ հանդիպման կողմերից երկուսի միջև առկա խնդիրները։ Աստորեն խաղացող դառնի։ Հա գործընթացում կարևոր։ Արդեն մոտ 700 տարի։ Մոտ 700 տարի կլինի արդեն, հատկապես վերջին 500 տարին շատ ակտիվ, այո։ Չէ, ես Դե այդ ձևակերպումները դրանք քաղաքական ձևակերպումներ են, էլի խաղաղության միջազգային պայմանագիրը, գիտեք, գոյությունի միջազգային պայմանագրերի ստորագրման կարգ, դրանք հետագայում հանձնվում են համապատասխան դեպոզիտարիա, միջազգային պայմանագրերը խախտել չի կարելի, միջազգային պայմանագրերի կատարման երաշխավորը միջազգային հանրությունն է եւ այն կազմակերպություններն են, որոնց անդամ որ կողմերն են եւ որոնց կանոնները որ կողմերը ընդունում են։ Բայց Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում իհարկե կա, այսինքն դա գյուտարած չեմ լինի։ Կարող է Թուրքիան օրինակ նպաստել Ադրբեջանի կառուցողական դաշտ բերելուն։ Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն որ հաստատ ինքը ունի։ Այլ հարց է, քաղաքական կամք կունենա, թե չէ։ Ձեր տպավորությամբ Բուն այցի փաստը իսկ արդեն ասում է, որ նման ենթադրություն մենք կարող ենք անել։ Կարծիք կա, որ Ռուսաստանն անհանգստացած է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները առանց միջնորդի հանդիպում են եւ Ես բայց պատտվեցի այս կողմ, իսկ տեսա խցիկները մնացին այն կողմ, կլինի այդպես։
Եվ շատերը կարծում են, որ Սամվել Կարապետյանին գործուղել էին, որ այստեղ ինչ-որ փոթորկանման իրավիճակ ստեղծեր արգելու այդ Դրա համար էլ հիմա Սամվել Կարապետյանը դա բացատրելու հնարավորություն կունենա, թե ինքը ինչ դերակատարումով է եկել Երևան, ում է ներկայացնում, ում շահերն է ներկայացնում, ովքեր են իր ասած իրենք, հա, որ ասում են մենք մեր ձևերով, ովքեր են իրենք եւ որոնք են իրենց ձևերը, ինչ ա եղել, Նարեկը ճիշտ է ասում, միգուցե եւ մարդը նկատի է ունեցել աղոթելը եւ մոմ վառելը, թող այդպես էլ ասի, հասկանանք, որ դա է նկատի ունեցել, եթե այլ բան է նկատի ունեցել, որովհետեւ այն միջավայրը, որտեղից որ ինքն է գալիս, այնտեղ շատ տարբեր ձևեր կան հարցեր լուծելու, որոնք մեր երկրում այդքան էլ ընդունելի չեն։ Էս է հարցը։ Պարոն Եղոյան, դուք որ ասացիք անհանգստություն կա, նախորդ հարցը շարունակելով, հա, այսինքն մտավախություն եք ունեցել, որ դա կարող է լինել օրինակ զենքի գործադրում, հա, հարցը։ Ոչ անպայմանորեն զենքի, չեմ կարծում, որ ինքը չեմ կարծում, որ այդ աստիճանի խոսակցություն մենք կարող ենք ունենալ, բայց ինքը դա բացատրելու հնարավորություն ունի, անպայման չի զենք, անպայման չի անօրինականություն անես զենքով։ Անօրինականություն կարող ես անել օրինակ քո ենթակա խոշոր ձեռնարկության աշխատողներին ստիպելով, որպեսզի նրանք մասնակցեն քաղաքական process-ներին, սա էլ հաջորդ քայլն է, դուք բանը միջամտություններ ասեք, թե մասնակցություն, բայց այն շատ բան չի փոխվում, բայց հա, մասնակցություն, այստեղ կարևորը ոչ թե մասնակցություն բառն է, այլ կարևորը քաղաքական process-ին այլ ձևեր հակադրելն է, այսինքն որ ասի, եթե չլինի քաղաքական, կլինի այլ ձևով, իսկ երբ որ քաղաքականից բացի այլ ձև է դիտարկվում, դա արդեն վտանգ է։ Դուք ասեք, դուք ասեք, դուք եք խելացի լրագրողներ եք, դուք ինչ կարող եք մտածել։ Դե դա դուք մի քիչ կիսա հումորով ոնց որ ասեցիք։ Այսինքն մոմ վառելը եւ աղոթելը ձեզ համար հումոր է։ Ի հակադրություն քաղաքական process-ի, եթե Forbes-ի ցուցակում ընդգրկված կոնտեքստ գոյություն ունի, այսինքն եթե Forbes-ի ցուցակում ընդգրկված դոլարային միլիարդատերը ասում է ի հակադրություն քաղաքական process-ի կանեմ այլ ձևով, մի քիչ ես չեմ պատկերացնում, որ նկատի ունենա աղոթքը եւ մոմ վառելը, եթե դա է, դա մենք կարող ենք տեսնել։ Դա գոյությունի ողջամիտ է։ Դուք հիմա հավատում եք ձեր ենթադրությանը։ Թե ուղղակի ասում եք ռեպորտաժ ստանալու համար։ Մարդուն երկու ամսով կարանտին անելու, պարոն Եղոյան։ Դա ընդհանրապես ինչ է։ Իրավապահ մարմինների այդ հոդվածը ինչի համար է գրված։ Այդ հոդվածը ինչի համար է քրեական օրենսգրքում։ Իշխանությունը զավթելու կոչերը ինչի համար է գրված։ Իշխանության գալիս են քաղաքական ճանապարհով, ճիշտ է։ Չէ՞, ընտրություն, քաղաքական ճանապարհ, ընտրություն, ցույցեր, երթեր, քվեաթերթիկ, ԿՀ-ում արդյունքների հրապարակում եւ իշխանափոխություն կամ իշխանությունների վերընտրություն։ Հիմա եթե մարդը ասում է քաղաքական process չէ, այլ ձևով կանեն։ Քաղաքական process-ից բացի մնացած բոլոր ձևերը, եթե խոսում ենք իշխանության գալու մասին, հա, եթե խոսում ենք իշխանության գալու մասին, հակաօրինական են։ Միակ ձևը քաղաքական process-ն է։ Դե դուք եք ասում։ Իմ ընկալմամբ այո։ Իսկ եթե դա այդպես չի, նույնց եմ ասում, հենց հիմա կարող է հայտարարություն տարածել մարդը, որ ինքը դա չի նկատի ունեցել։ Հիմա պատկերացնում եք, ես էլ սկսեմ նման երկիմաստ հայտարարություններ անել, օրինակ, չգիտեմ, ձեր մասին տենց հայտարարություններ անեմ, ձեր լրագրողների մասին է, չէ՞, քրեական օրենսգրքում հոդված կա։ Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը։ Ու անպայման չի բռնեն ֆիզիկապես խոչընդոտեն։ Հազար ու մի ձևով կարող են լրագրողի աշխատանքը խոչընդոտել եւ դուք այդ մասին բարձրաձայնում եք, չէ՞, գրում եք։ Եվ մարդիկ պարզաբանում են, ոչ չէ, չեմ խոչընդոտել, այլ բան եմ նկատի ունեցել։ Ինքն թող պարզաբանի, ինչ խնդիր կա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։